Արի որ ժողովուրդ ջան, ոնց եք։ Այսօր մի քիչ ուշացրեցինք մեր վիդեոն։ Որտեղ մտնենք այս այգի, թե մտնենք մեծ այգին Տուրիայի։ Լավ եկեք մտնենք ստեղ մի պահ, հետո կֆրանք դուրս կգանք։ Եղանակները լավ է, տաք է, հարմար է։ Այսօր մի քիչ վիդեոն ուշացրեցինք, բայց դե պատճառներ ունեինք հարգելի։ Տեսեք, այս այգին ոչ մի անգամ չենք եղել։ Ոչ մի անգամ։ Ցերեկով մի քիչ ավելի սիրուն է, որտեղ ամեն ինչ երևում է։ Գիշերը ոնց որ ցանկացած այգի, ամենահասարակ այգի։ Այսօր սկսենք նրանից, որ հիշացնեմ, որ պետք է բաժանորդագրվենք, լայքենք, տարածենք, որ շուտ հասնենք 3000 բաժանորդի։ Մեր բաժանորդները ամեն օր ավելանում են, բայց մի քիչ արագացնենք այդ տեմպը, էլի։ Ահա, այստեղ լուսավոր է, մի քիչ ավելի լույս կլինի։ Այսօր ինչի մասին եմ ուզում խոսանք։ Արդեն ահագին ժամանակ ապրում ենք Իսպանիայում, Վալենսիայում։ Ու միշտ մտածել եմ, ասել եմ, ինչն է ամենաշատը ինձ պակասում ստեղ։ Չգիտեմ, ուրիշների մասին չի խոսքը, ինչ որ մեկը կարող է, ինչ որ մեկին կարող է պակասի, ես չգիտեմ։ Ասում են մեր մրգի համը ուրիշ է, մեկը ասում է մեր մսի համը ուրիշ է, մեկը ասում է մեր ջրի համը ուրիշ է։ Ես միշտ մտածել եմ ամենաշատը ինչ է ստեղ պակասում, այն որ չկա, այն որ չես կարող միջև վերջ գտնես այդ, որ շատ ժամանակ Հայաստանից մարդ է գալի, ասում է ինչ բերեմ, ասում եմ ինչ բերես, այդտեղ ամեն ինչ կա, չէ՞, ասում լավաշ բերեմ, լավաշ կա, չգիտեմ, ամեն ինչ կա, բաստուրմա բերեմ, բաստուրմա կա, այսինքն հայեր կան, որոնք սարքում են ամեն ինչը ու ոչ մի բանի պակաս չունես, չկան այս բան, որ ուզենաս ուտես հայկական ու ստեղ չլինի, որովհետև ամեն ինչ էլ սարքում են, ստեղ կա հայկական Facebook-ի խմբեր, որ այս կողմ թեքվենք, այնտեղ մարդիկ կան նստած երեխույթը, որ չնկարենք իրենց։ Facebook-ի, WhatsApp-ի խմբեր կան, որտեղ որ մարդիկ գրում են, ով ինչ է սարքում, մանավանդ էս նոր տարվա դեմ շատ լավ են սարքում, ասենք ոչ մի բանով պակաս չի, էլի, Երևանի սարքածից կամ Հայաստանի ինչ-որ միտեղ, ինչ-որ մի խոսքով շատ լավ են սարքում ու կարիքը չես զգում ոչ մի ուտելիքի։ Ու ամենաշատը վերջերս զգացի, այսինքն ես չգիտեի էդի, նոր հասկացա, թե ինչի կարիքն է զգում, ու մարդկանց կարիքը բնականաբար որ չես դնում Հայաստանում են այդ մի կողմ, բայց նաև կարոտում ես ինչին, մեր հայկական գյուղերին, ժողովուրդ։ Ստեղ ես արդեն ահագին ժամանակ ապրում եմ ու չգիտեմ, երևի կա, բայց չեմ գնացել, չեմ տեսել, որովհետև հայկական գյուղերի պես են, որ կովը, այն որ սենց կով են, որ ազատ քայլում է փողոցով, սենց թրքելով փողոցներով քայլում է, տենց երևույթ չենք տեսել ստեղ, որ ասում են գյուղ է, գնում ես, տենում ես, դե գյուղը որն է, քաղաք է, փոքր քաղաք է, էլի ոնց որ մինի քաղաք է, նույն բանը ինչ որ կա ենթադրենք Վալենսիայում մեծ քաղաքում, նույն բանը կա այդ գյուղում, որ ասում են գյուղ։ Այսինքն ասֆալտած լրիվ ոտից գլուխ
գյուղը ոչ միտեղ չկա, ասենք հող կամ չգիտեմ փողոցները խոտածած կլեն, տենց բան չկա, ասֆալտած իրանց բանկերով, իրենց խանութներով, սուպերմարկետներով, այսինքն նույն քաղաքը մեծ, բայց փոքր մասշտաբների ավելի ու ամեն անգամ ոնց որ այդ գյուղ հասկացողությունը ուզենամ սենց գտնեմ, էլի որտեղ որ սենց գյուղ է, որ գնում ես սենց որ չգիտեմ, որ ավտով գնում ես, մեկը սենց ստրեչով գալիս է 3 հատ կով, ստրեչ սենց փողոցով քո դեմ դիմաց գալիս է փողոցի մեջ տեղով 3 հատ կով, կամ ասենք, չգիտեմ, հավերը ազատ քայլում են դուսը, որ ասում ես, ասես ձերս գցե մի հատ հավ վերցեմ, որ չգիտես դաժե ում հավն է, որ դեզերը երևում են սենց հայատներում մարդկանց տների կողքը, ատենց գյուղ ստեղ չենք տեսել, ավշուտ ես չեմ տեսել, մի կարողա ինչ որտեղ կա, են գյուղի հոտը, դե կլինի ոնց չլինի տենց կովոտ, հավոտ գյուղեր կլինեն, բայց հետաքրքիր է որտեղ եմ, ես մի օր պետքա որ ասում եմ վիզ դնեմ ու գնամ տենց գյուղ գտնեմ ստեղ, որովհետև շատ տեղեր ենք մանեկե, երբ որ դաշտերում աշխատում էինք, ամեն օր մի գյուղ գնում էինք, տենց ասենք, դաշտի տերերը, տարբեր դաշտերի տերերի հետ էինք աշխատում, այդ մեր ֆիրման տարբեր դաշտերի տերերի հետ էր աշխատում ու ասենք մի դաշտը մի օր կարող է լիներ մի գյուղում, մյուս դաշտը լիներ մյուս գյուղում, սենց շատ գյուղեր ենք տենց ֆրացել, մանեկե, գործարել, բայց ոչ մի անգամ այդ գյուղը չենք տեսել, այսօր պատահական տելևիզորով տեսա ինչ-որ մի հատ աղջիկ գյուղերում գնացել հարցազրույց էր վեցնում մարդկանցից ու այդ պահին հասկացա, որ ես այդ գյուղը չեմ տեսել, ես այդ գյուղը չունեմ ստեղ, հələ չեմ գտել ստեղ այդ գյուղը, որ սենց նայում ես տները սենց ցածր, ոչ թե շենքեր է ստեղի գյուղերի պես, ասում ես թե ինը գյուղ է, ասում է, էլի շենքեր կա, բայց շենքերը 2 արգանի են, 3 արգանի են, բարձր չեն, էլի շատ, բայց դրա գյուղը որն է, գյուղը այն է, որ սենց տնակ է լինում, սենց շիֆերներով վրեն, շատ ժամանակ վրեն ծղոտ, սենց, կողքը դեզը, կողքը գոմը, կողքը կրանտից ջուրը գալիս է, որ սենց լխլխկալով են որ գալիս է, մեջը ինչ-որ սենց թաշտ է, թաշտի մեջ է ավակվում, չգիտեմ, այգիով, բանով իրա, մի օր պետք է գնալ, չալարել ու փորձել տենց մի հատ գյուղ գտնել, որ ստեղ ասում են, ինձ ասել են մի անգամ, որ տենց գյուղեր կա ստեղ, քիչ է, տենց բայց կան, և ուրեմն ամեն գնով պետք է տենց մի հատ գյուղ գտնենք, այդ դրա պակասն ենք զգում, ավելի շուտ, ես չգիտեմ ով ոնց, մարդկա գյուղ չի սիրում, ասում է, գյուղ չի սիրում, իրանետի պետք էլ չի, բայց ես շատ եմ սիրում գյուղ, մենք իմ մանկությունը անցել է ծովագյուղում, մենք բարեկամներ ունենք ծովագյուղից, Սևանից, ծովագյուղից, ու միշտ ամառները գնում էինք իրանց տուն, հանգստանում էինք, շաբաթներով գնում էինք իրանց տուն, հանգստանում էինք դպրոցական տարիներին ու որ չհագեցած գալիս ենք հետ սեպտեմբերին, որովհետև շատ ենք սիրում գյուղ ու չենք սիրում, որ գալիս ենք հետ Երևան, Փոշի, Կեղտոտ, Շուխուր, մեքենաներ, հասկանում ես գյուղի մարդիկ, որ ասում ես
կուզեիր Երևանում ապրեիր, ոչ այսքան ժամանակ ես չեմ տեսել մի գյուղի մարդ, գյուղում ապրող մարդ, գյուղացու, ում ասես կուզեիր Երևանում ապրեիր, ասեր հա ոչ չի ուզի։ Ասենք կարող է շատ ջահելներ է կամ երեխեքը, բայց այն մարդիկ, ովքեր որ ասենք երկար ժամանակ գյուղում են ապրել, արդեն մեծացել, իրանք երեխա ունեն, բան, ասում են, չէ, ես քաղաք չեմ կարող ապրեմ, ասում են։ Քաղաքի հետ շուխուրի մեջ չեմ կարող ապրեմ, դե իրանքը երևի շատ ժամանակ պատկերացնում են քաղաք, ասենք Մալացիա շուկայի պես sense ինչ-որ սաղոր շուխուր բան է։ Ժողովուրդը, գյուղի ժողովուրդը որ գալիս է քաղաք, հիմնականում գալիս է առևտուր անելու, չէ, գալիս է Փեթակ, Տաշիր, գալիս է Մալացիա, իրանք միշտ ասոցացնում են Երևանի հետ շուխուրի հետ, բայց իրականում ճիշտ էլ անում են, որովհետև Երևանում շուխուր է, Երևանում մեքենա չես կարող կանգնացնես, Երևանում փողոցը չես կարող անցնես, որովհետև մեքենաները շատ են, շուխուրը շատ է, սիգնալներ, մարդիկ ավելի սառն են, գյուղի ժողովուրդը ոնց են, չէ՞, որ հյուրասեր, անծանոթ մարդու կանչեն տուն, ասում է, կանչեն տուն, սեղանը գցեն այդ մարդուն, կերակրեն ճանապարհ են։ Նրա համար միշտ հասկացել եմ այդ մարդկանց, որ ասում են մենք Երևանում ես աղբեր չեմ կարող ապրեմ։ Ասում է այ հետա պակասում ես։ Գյուղա պակասում ես միած դե ժողովուրդ։ Որ ես արդեն վաղուց դե գյուղ չեմ տեսել։ Հույսով եմ մի օր կգտնենք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, մինչև մենք մեր գյուղը գտնենք, չգիտեմ ինչքան ժամանակ կանցնի, բայց այսօր այսքանը։ Լավ մնացեք, լավ եղեք, Աստված ձեր հետ կհանդիպենք վաղը, հաջողություն։